Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը ընտրվելու առիթով Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահը։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության տարիներին կշարունակեն ամրապնդվել։ Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները Միացյալ Նահանգների համար դարձնելու նոր վերելքի ու նվաճումների ժամանակաշրջան։ Այսօր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը ձեր երկիրն անցած 4 տարի ընթացքում ցուցաբերել է Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի խոսքով նախագահի փոփոխությամբ իր երկրի արտաքին քաղաքականությունն 80%-ով նույնն է մնում։ Ամերիկյան արժեքներն ու շահերը եւ աշխարհում իրենց բարեկամները չեն փոխվում։ Ռիչարդ Միլսը շեշտում է, անկախ նախագահի անձից Միացյալ Նահանգները շարունակելու է զարգացնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ։ Մենք կմնանք Հայաստանի համար կայուն եւ հաստատուն գործընկեր, նպաստելով անկախ բարեկեցիկ Հայաստանի կառուցմանը, որը խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը առավոտյան ժամը 6-ից ուղիղ հետևում էին քվեարկության արդյունքներին։ Մի քանի էկրաններին կարելի էր տեսնել ամերիկյան հեռուստաալիքների ուղիղ միացումները։ Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր էր հետևել բոլոր ընտրատարածքներում այդ պահին ընթացող քվեների հաշվարկին։ Շատ մրցակցային քվեարկություն է, չափազանց հետաքրքիր է հետևելը։ Ընդ որում կարծում եմ սա ընտրություն է, որին հավասարապես հետևում են բոլորը, տարբեր հայացքների տեր մարդիկ։ Անկախ արդյունքից ընտրությունը Միացյալ Նահանգներում տոն է դեսպանատանը հատուկ կահավորված էր ամերիկյան ոչ պաշտոնական ընտրատեղամաս, տեղադրված էին թեկնածուների իրական չափերով ստվարաթղթե պատկերներ։ Էկրաններին էլ կարելի էր հետևել ընտրությունների, թեկնածուների եւ կուսակցությունների մասին պատմող նյութերին։ Անկախ հաղթողից սա պատմական քվեարկություն է։ Հայդատի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով Ադրբեջանում Թրամփի բիզնես կապերը Հայաստանի եւ ԱՄՆ հայ համայնքի համար ոչ թե մտահոգվելու, այլ զգոն լինելու առիթ են։ Նա ընդգծում է, որ զգայուն հարցերում հայերի գործակցությունը նախագահից բացի նաեւ կոնգրեսականների հետ է։ Այս աշխատանքը պետք է շարունակել նաեւ ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամների հետ։ Իսկ բիզնեսում հաջողություն ունեցող նախագահին կարող է հետաքրքրել Հայաստանի տնտեսությունը։ Եթե իսկապես մենք էլ Հայաստանում տանք այդ հնարավորությունը, չի բացառում, որ նաև Միացյալ Նահանգները որպես պետություն առնվազն նպաստի մասնավոր հատվածին, որպեսզի տնտեսական հարաբերությունները սերտանան։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով հայ-ամերիկյան հարաբերություններում շահեկան զարգացումներ կլինեն, եթե Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների լարվածությունը մեղմանա։ Թրամփը փորձելու է ռուս գործընկերոջ հետ շփումներում եզրեր գտնել։ Փորձելու են մշակել նախկին սուր քաղաքականությունը, բայց դրան մոտ ապագայում պետք չէ սպասել։ Ժամանակ է ծախսվելու, սակայն այդ մոդուսն անպայման կգտնվի։ Մինսկի խմբում համանախագահող երկրում նախագահի փոփոխությունը Արցախի հարցում բեկումնային որոշումների չի բերի, ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Սուր հայտարարություններով ու մեղադրանքներով քարոզարշավից հետո հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ Թրամփը կգործի առավել հավասարակշռված, թեև անակնկալ որոշումներն ու նոր նախաձեռնությունները բացառված չեն։ Անի Ավետյան, Դավիթ Սարգսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։